Շնորհակալություն, հարգելի պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ եւ սիրելի վաղարշապատցիներ։ Նախ սկսեմ օրենքի նախագծից, հարցը քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում եւ ստացել է դրական եզրակացություն եւ հանձնաժողովի նիստում նույնպես մեր Մարհայաստան խմբակցության գործընկերները փորձում էին ոչ թե քննադատում էին, այլ փորձում էին քննադատել նախագիծը եւ ասում են, որ սա ուշացած նախագիծ է, ինչի համար եք նոր բերում եւ այլն եւ այսպես շարունակ հարգելի Մարհայաստան ֆրակցիայի գործընկերներ նախագիծը բերեք ում եք սպասում բերեք ով է ձեռը բռնել որ ասում են մի բերեք նախագիծը բերեք մենք քննարկենք կամ ասում եք ուշ է բերել մենք նոր 0-ից տրանսպորտի համակարգ ենք կառուցել նոր ավտոբուսներով նոր կանգառասրահներով եւ եկել ենք հասել ենք մի կետի որ ունենք այո մոնիտորինգի կարիք Եթե մենք չունենք ավտոբուսներ եւ չունենք չունենք ընդհանրապես տրանսպորտային համակարգ, զրոյական վիճակում էր գտնվում, ինչ մոնիտորինգ մենք պետք է իրականացնենք։ Այդ չեմ կարողանում հասկանալ։ Գազելները սեփական գծատերերով ո՞նց ենք մոնիտորինգ անելու։ Քննադատելով չի ժողովուրդ ջան, ուղղակի որ քննադատում եք պետք է մի քիչ խելամիտ լինի, էլի ցանկացած քննադատություն։ Հաջորդը, հիմա անդրադառնամ Մեսրոպ Մանուկյանին, էլի շատ կարևոր հարցերի էր փորձում անդրադառնալ համապետական մակարդակում նաև ասում է գյուղերում դպրոցներ եք փակում ու այն քաղաքական ուժին է ասում սա որ կառուցում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ մենք դպրոց ենք փակում այն գյուղում որտեղ կա 2 դպրոցական 2 աշակերտ կամ 3 աշակերտ եւ մենք միացնում ենք 4 կամ 5 գյուղեր եւ սարքում ենք մի հատ մեծ ստանդարտներին համապատասխանող դպրոց Տրամադրում է կառավարությունը տրանսպորտ, որ բոլոր գյուղերից ամեն առավոտյան կվերցնի երեխաներին եւ կտանի տվյալ դպրոցը, կապահովի սնունդով եւ օրվա վերջում էլի բոլոր երեխաներին կտանի իրենց տներ։ Սա մասին է խոսում պարոն Մանուկյանը։ Այն դպրոցները, որտեղ որ 2 աշակերտ ա եղել ու իրենք ուղղակի շատ վատ պայմաններում են այդ 2 աշակերտը ապրել, ոչ թե սովորել, այլ ապրել։ Այս մասով Հաջորդը, ասում է պարոն Մանուկյանը, հարգելի երևանցիներ, այս իշխանությունը ձեզ խաբում է 250 ավտոբուսները չի լինելու, այնպես չի լինելու, ինչպես չեղավ 87 մեն ավտոբուսները եւ 562 ժոնգտոնգ ավտոբուսները, 30 տրոլեյբուսները եւ առաջիկայում սպասվող 45 նոր տրոլեյբուսները, տենց չի լինելու, պարոն Մանուկյան։ Այսինքն պետք է ամեն ինչ լինի փաստարկված, էլի ժողովուրդ ջան, որ մի բան ասում եք, դրա պատասխանը վստահաբար ստանալու եք։ Եվ անդրադառնամ իհարկե վաղարշապատին, որովհետև ես անցած ավականու նիստում ասել էի, որ այն 4 վատ նորություններից մեկը վաղարշապատում ԿՊ-ն հաղթելու է, ձեր համար վատ նորություններից մեկը, եւ ԿՊ-ն հաղթեց վաղարշապատում եւ ունեցավ մեծամասնություն եւ 33 ավականու անդամներից 19-ը պատկանելու է քաղաքացիական պայմանագրին եւ ես շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վաղարշապատցիներին իրենց ազատ կամ արտահայտման իրավունքից մեկ անգամ եւս օգտվելու համար, որը շատ կարեւոր է արձանագրել։ Իսկ ձեր քաղաքական սնանկությունը դրսևորվում է ժողովուրդ ջան, ձեր անկանոն վարքագծով, անկանոն շարժուձևով, կեղծ հայտարարություններով։ Ժողովուրդ ջան, որ ասում եք դպրոցա փակվում, նոր եկան գործընկերները։ Ես անդրադարձա արդեն ոնց է դպրոց փակվում։ 2 աշակերտանի դպրոցը փակվում է, գյուղերը միավորվում են, դպրոցա կառուցում, ասում եք դպրոցա փակվում։ Ասում եք ավտոբուսները չեն գալու են։ Մետրոն էլ է կառուցվելու, ակադեմիական քաղաքներ է կառուցվելու։ Ինչպես եղել է մնացած բոլոր հարցերը, ուղղակի անեն զրոյական մակարդակում ենք մենք ժառանգել ձեզանից պետություն, քաղաքներ, համայնքներ, որ ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է ավարտվել է ժամանակը։ Իսկ ինչ վերաբերում է Ընդհանուր կառուցողական ֆոնին, ինչպես ես միշտ փորձում եմ անդրադառնալ, պարոն Հակոբյան, իրավական հանձնաժողովի նիստում ես կրկին ասեցի, հիմա էլ եմ ուզում հորդորել, ժողովուրդ ջան, ասում եք, լավ բան եք ասում, պետական կառույցները կենտրոնից պետք է հանել, որ բեռնաթափվի, ես կողմ եմ։ Բայց ցավոք սրտի դա ավականու տիրույթում չի այդ հարցը գտնվում։ Ցավոք սրտի, ես կարող եմ ասեմ վատ բան, չէ, միանշանակ շատ լավ բան եք ասում, ես կողմ եմ։ Ու ցանկացած ողջամիտ առաջարկին ես կողմ եմ եւ պատրաստ եմ անձնապես ես եւ մեր ֆրակցիայի բոլոր գործընկերները գան նստեն ու քննարկենք միասին։ Բայց որ ասում եք ավտոբուս չի լինելու, ձեզ խափում են ժողովուրդ ջան, 250 ավտոբուսը չի գալու, գալու,
ամեն ինչ լինելու է ու շատ լավ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես համաձայն եմ ձեր հետ, որ լավ է լինելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։